Մեկ օր այսօր հունիսի 6-ն է 2026 թվականի մնացել են հաշված ժամեր, կարելի ասել ոչ թե մեկ օր, ամեն մի հարց ունի մեկ պատասխան, գտնենք պատասխանը, քանի որ Հայաստանում կատարվող այս գոնե վերջին մեկ շաբաթվա խայտառակությունները հուշում են, որ այլ միջոցների դիմենք վաղը, ընտրությունների ժամանակ։ Ամբողջ եվրոպական մամուլը խոսում է Պուտինի և Թրամփի կատարած քայլերի համար։ Այս բրուտյան ծաղրածուն շեշտը դնում է սրա վրա, որպեսզի հայերը ընտրեն նորից այս տականքին, այս թուրք տականքին, որը ըստ իր տարիքի, իր վախը այնքան մեծ է, որ իրեն մի օր կարող են ոչնչացնել իսկական հայերը, երբ որ նայում ես Աթաթուրքի ու Էլչիբեի նման տականք, զզվելի տեսք ունեցող այս տականքին, ինչի համար, քանի որ սա հանքերը ռուսներից արդեն հանձնել է ամերիկացիներին, բրուտներին, և բրուտը այս երկու տականքին դրել է, որպեսզի մեր հարցը, աշխարհի ամենահզոր ազգի, արարիչ ազգի հարցը լուծեն սրանք, որպեսզի այլոց վրա հայերը չունենան այլ կոմպրոմատներ կամ չունենան մտածելու, թե ով կատարեց իրականում, իսկ սա շեշտը դրել է սրա վրա, երկուսն էլ նույնն են, նույն ճյուղի համար են աշխատում, երկուսի հայրն էլ Քորշունն է, և սրա հայրն է Քորշունը, և սրա հայրն է Քորշունը։ Այստեղ նշեմ մեկ ֆակտ այս Սամվել Կարապետյան կոչվածի մասին, որպեսզի ավելի ճշգրիտ մանրամասը իմանաք։ Իսկական հայեր, որոնք եղել են հարուստ 1990 թվականից դեռ 85 թվականից մինչ օրս, դա եղել է Լևոն Հայրապետյանը և Ջիլավյանը, նույնպես այն վայրից, որտեղից սա է համարյա, նա Գյուլաքարակ գյուղից էր, իսկ Կալինինոյում այս Ֆրանկա ջհուդը, սա Քորշան Լևոնի լվացքատունն է, ինչպես նաև լվացքատներ են Լֆիկը, Դոդիկը և բոլոր այդ հարուստները, որպեսզի Քորշան վրա որևէ մեկը չունենա կոմպրոմատ, որ այս շուն հենց դու ես, քո լակոտն է և դուք եք թալանել ավելի շատ, քան Նարիմանով կամ այդտեղ ալբանացին, ապա սրանց է նույնպես առաջ քաշել և այս տականքը կարող էր ստեղծել հայկական դպրոց և բոլոր խելացի երեխաներին ընդգրկվեր այդտեղ, ինչպես Մանթաշովն էր արել, կարող էր այլ քայլեր անել, բայց ոչինչ էլ չի արել, և այսօր իր լպրծուն ախպոր տղային նույնպես հանել է և տեսակ սրա կատարած այդ մեծ հանդեսը, երբ որ Հայաստանում միայն տաշիր պիցցա է և հայկական էլեկտրաէներգիան է գողանում, սա ոչ թե ինքն է գողանում, այլ տականքների նախահայր Քորշունը, Լևոնը, սրան նույնպես աճեցրել են, նաև ես ասել եմ և իբր նաև այդ դոգի, ինչպես է կոչվում է, Արշակը նույնպես խոսեց, որ սա, քանի որ փողի մեռած լրբի լակոտ է, սրան գնեցին ամերիկացիները, բայց դա սուտ է, սրանք միասին են գործում, Ամերիկա կոչվող մայր ցամաքը բրուտի ձեռքին, նահանգները բրուտի ձեռքին, դա մեծ կվալդ է,
մեծ չակուչ է։ Սրանք Ռուսաստան կոչվածը, որը ստեղծել է իբր կայսրություն բրուտը, դա իրանց միայն մատակարարող է։ Եվ եթե վերցնում ես Գերմանիայի չափերը և Ռուսաստանի կամ Ճապոնիայի Ռուսաստանի չափերը, Ռուսաստանը արտադրանք չի տալիս համարյա։ Եվ այդ երկու երկիրն էլ, նույնիսկ Ֆրանսիան, ավելի հզոր է իր արտադրանքով, քան Ռուսաստան։ Այսինքն սա տարածություն է, որտեղից ինչպես Թետչերը ասեց, իրենց բրուտներին ուղարկվի Մենդելևի աուսյակի էլեմենտները, հատկապես գազն ու գազը և բենզինը, նավթը։ Էս էլ հասկացաք, թե ինչի համար է այդ երկիրը և այդքան խառնաշփոթ, ազգեր, ցեղեր, կիսացեղեր այդ տեսակներին, որպեսզի միավորվի մեկ տեղ և նրանցից կատարվի տոտալ թալան, ինչպես չեչեններից է կատարվում այդ տոտալ թալանը։ Դրա համար, եթե դուրս եք եկել սրա այդ հավաքներին և գումարը ստացել և այս տականքի հավաքներին, ապա դուք մեր երկիրը տանում եք տոտալ կործանման։ Ինչ են ցանկանում կատարել, այստեղ կա 3 տարբերակ, որը մենք քննարկում ենք, քանի որ վերջին ամիսների բրուտի պլանները չգիտենք, իսկ ըստ հին պլանների Հայաստանին դարձնում է 10,000, առաջին տարբերակ, Հայաստանին դարձնում է 10,000 քառակուսի կիլոմետր և այսպես կտրում ամեն ինչ, մնում է այս երկուսի արանքին և հայերը փախչելով վերանում է հայությունը, վերանում է Հայաստանը, իսկ այն Տաթևի վանք, նաև զորաց քարեր այդ ամենը, ադրբեջանցիք մտնելով 2 օրում նրանք կջնջեն, ինչպես բոլոր հետքերն են վերացել բոլոր տեղերից։ Ինչ են օրինակի համար թուրքերին բոլոր ազգերը, ցեղերը քննադատում և ասում ամենազզվելի տեսակն է, քանի որ բացի մարդկանց ոչնչացնելը, նրանք նաև բոլոր փաստերն են ոչնչացրել, կառույցներ, թանկարժեք կառույցներ, որոնք պատմական մեծ նշանակություն ունեն, այդ բոլորը նրանք են վերացրել, բրուտի հրահանգով վերացրել են թուրքերը և պատահական չէ, որ Օսմանյան կայսրությունը դա հյուսիսային Աֆրիկայից և հայկական վերջին այդ բոլոր Իրան, Իրաք և այլն այդ բոլոր արաբական երկրներով այդտեղ վերացնելով գալիս էին ամեն ինչ, ինչպես նաև հույներ, սերբեր և այլն այդ բոլորի վրա իշխելով Օսմանյան կայսրությունը։ Էնպես որ հասկացաք, առաջին տարբերակը սա է, դարձնում են սա։ Երկրորդ տարբերակը Հայաստանը, Ադրբեջան, Վրաստան, ինչպես նաև Ուկրաինա և Միջին Ասիա մտցնում են նորից Ռուսաստանի կազմի մեջ, այլ ոչ թե հանրապետություն, այլ գուբերնիաներ։ Այստեղ կարևորը նա չէ, որ սրանք էլ մտան, մենք էլ մտանք, հիմա էլ հայերը կգան այստեղ։ Հայերը չեն գա նորից Արցախ, կամ հայերը եթե գան էլ, ապա ազերիները այնքան շատ են, որ արդեն Պուտինն է որոշելու, որքան ազերի ապրի օրինակի համար Տաուշի, Լորվա կամ Գյումրի մեր նահանգներում, քան մարզերում, քան պետք է հայեր ապրեն, բայց դա ոչ թե կկատարեն այն ձևով, դրա համար բերել են նաև այս Տաշիր Սամո Ջհուդա Ֆրանկ այս տականքին, ինչի համար են դա կատարում։ Հայերին կտանեն ռուս-ուկրաինականը դեռ չի վերջանա կամ այլ պատերազմի, հայ տղամարդիկ կվերանան, կանայք ստիպված կամ պետք է հեռանան, կամ պետք է ադրբեջանցիների և թուրքերի հետ սկսեն իրենց մերձեցումը։
Եվ այդպիսով հայ ազգը այստեղ մահանում է։ Երկու ճանապարհն էլ, որով էլ տանում են, դա հայ ազգի մահացություն է։ Երրորդ տարբերակը, որը մենք ենք առաջարկել եւ 111-ը եւ ես բժտամ եւ բոլորը առաջարկել ենք այդ տարբերակը նա է, որ ոտքի կանգնեք, այս տականքներին դուրս հրավիրեք, որից հետո մենք մեր հարցերը կլուծենք անմիջապես բրուտի հետ, դա արդեն ձեր գործը չէ։ Դուք միայն ոտքի կանգնեք, որպեսզի տեսնեն, որ ալո, այստեղ նույնպես մարդ կա, ոչ թե տականքներ են, ոչ թե ծախված ամենավերջին կարգի անուղեղ անասուններ։ Հասկացաք ինչի համար եմ ասում։ Դրա համար այս բոլոր երկու տարբերակներն էլ տանում են կործանման։ Այս տարբերակն է, որը հայի եւ գենը եւ մեր էթնիկ հողը կպահպանի։ Այստեղ ձեր հարցերի պատասխանը նույնպես տամ, ինչի 111-ը չի օգնում ձեզ, եթե այդքան հզոր է։ 111-ին անհրաժեշտ է, որպեսզի իրենք դուրս գան ճակատ առ ճակատ բրուտի դեմ, որ այստեղ մարդ կա, այստեղ անասուններ չեն, որպեսզի այդտեղ այդ ռազմորկա եք ասում, թե դիալոգը կայանա հավասար ուժերով, ոչ թե դուք արդեն այստեղ կործանված կիսահայ, թե կիսամարդ տականքներ եք, որոնք համաձայնվել են ադրբեջանցին չգա էս էլ տանք, էս էլ տանք, էս էլ տանք եւ այլն, այլ իրոք այդտեղ մարդ կա։ Դուք չցուցադրեցիք, որ Արցախում մարդ կա եւ կանգնած մեր ու մանուկ այստեղ պետք է զենքով, եթե կանգնեին, որը Արցախի դատարկումից հետո որքան զենք էլ Ալիևը տարավ, այդ դեպքում եւ աշխարհը կհարգեր եւ այդ ժամանակ դուրս կգային արդեն 111։ Ինձ թվում է ամեն ինչ հասկանում եք, վայ, էդ էլ կատարեցինք սխալ, դե եկեք օգնեք, հիմա էլ պետք է ասեք, մենք սխալ ընտրություն կատարեցինք, նորից Նիկոլին կամ Սամվելին, էլի եկեք օգնեք, չէ։ Ցույց տվեք, որ մարդ կա այստեղ, մարդ, պատիվ ունեցող եւ հայ մարդ կա, ոչ թե անասունների հավաքածու է։ Ճիշտ է, բոլորին չի վերաբերվում, կամ նաև մեծականակ կարելի ասել մի 300,000 իրոք արդար մաքուր հայեր, ձեր մասին չէ խոսքը, այլ նրանց մասին, ովքեր սիրում են ծախվել, ովքեր ուղեղ չունեն։ Կոկոլություն, դե հիմա իմ հարցին պատասխանեք։ Որն է սրա հայ լինելը, երբ որ այս նշանը, այս խայտառակություն քարտեզը կպցրել է դոշին։ Կրկնեմ, որպեսզի հիշեք, բրուտը կտրտելով Հայաստանը կնոջ գլխով բարակ վզով դարձրել է սա, նաև հոգեպես մեզ ճնշելու եւ վարկաբեկելու, որ ինչ եք ձեզնից ներկայացնում մի կնոջ գլխով փոքր եւ կնոջ գլխով հիմա դարձնում են, երբ որ անցնեք Ռուսաստանի կազմի մեջ, այդ դեպքում սրա նման էս դրածը դոշին, սրանց տանելու են ուկրաինական ռազմաճակատ, նույնիսկ կարող է ռազմաճակատ էլ չհասնեն, սկսենք կոտորելը, մնան միայն այս տականքները, որոնց արդեն ադրբեջանցին ու թուրքը կգան կբռնաբարեն, նույնն է այստեղ սրանք, ձեր տարիքից գոնե ամաչեք, այ տականքներ, երբ որ ձեր կողքով երիտասարդ է անցնում կամ ինչ-որ բան փորձում են օգնեն, բայց ձեր ինչին օգնեն, երբ որ դուք եք երիտասարդներին եւ հայոց պետականության ոչնչացումը։ Եվ սա տղամարդ է կոչվում։ Նույնպես այս բոլորիդ մենք հատիկ առ հատիկ ճանաչում ենք, հատիկ առ հատիկ բոլորին Հայաստանում ճանաչում ենք։ Ինչպես Google քարտեզն է կատարում, նույնպես երբ որ ասացի 21 հոգի, 16 հոգի եկել են Հայաստան, հիմա էլ կան չեմ ասի քանի հոգի, նույնպես ամբողջ մարզերում կան 111-ի կողմից։ Նրանք բոլորը
ձեզ հատիկ նկարած անուն ազգանուններով բոլորիդ գիտեն եւ գիտեն ձեր ծախվելու աստիճանը, գիտեն, որ կա ինչ-որ փոքրականակ նորմալ հայեր, իսկ մնացածը դրանք տականքներ են կամ կիսահայ կամ վախկոտ տականքներ։ Խայտարակություն, եթե 18 թվականին դուք շփոթվել էիք, ապա այստեղ նաև գրում են, ես ձեր մեկնաբանությունները այստեղ չեմ ներկայացնում, որպեսզի դուք չերևաք ովքեր են ինչ մեկնաբանություններ անում։ Մեկն էլ գրել էր, որ նրանք չեն եկել այս հավաքին կամ տաշիրի հավաքին, նրանց բերել են։ Հիմա պատասխանեմ։ 96 թվականին, երբ որ այդ Լևոն եւ Մանուկյան այդ խաղն էր գնում ընտրություններին, նաեւ մեր թաղամասում նույնպես բաժանում էին, բայց ես դուրս էի գալիս, նրանք այդտեղից հեռանում էին, նրանք ինձ ոչ մի անգամ ռիշ չեն արել, մոտենան կամ հարցնեն, կամ գնալու քվեարկությունից հետո նույնիսկ չեն հարցրել, ում ընտրեցիր, բայց ես պահեք այնպես, որ չհարցնեն, թե ում եք ընտրելու, կամ այստեղ եկել են, ովքեր են եկել։ Այս նկարները, որ մինչ այս ցուցադրեցի, սրանք թոշակառու են։ Թոշակառուների ինչը պետք է կտրեր, որ եկել են այստեղ։ Ինձ թվում է հասկացաք այս ամենը։ Եվ այն հարցը, որ նորից եւ Նիկոլի եւ Տաշերի ժամանակ սա հավաքվել է, այսինքն մի մասը թուրքամետ է այստեղ, այն Տաշերի ժամանակ մի մասը ռուսամետ է։ Ռուսն էլ, թուրքն էլ մեր թշնամին են։ Հերթականությամբ հայերի թշնամիներին ասեմ։ Դա առաջին թշնամին բրուտն է, երկրորդ թշնամին Իրանն է, երրորդ թշնամին ռուսը, չորրորդը թուրքը եւ վերջում ազերին։ Եթե այս հերթականությունը եւ ճշմարտությանը նայեք ուղիղ աչքերով, ապա կտեսնեք, որ այդպես է։ Եվ բրուտը այնքան սրիկա է, որ միշտ երկրորդ, երրորդ ձեռքով է մեր ոչնչացումը կամ մեզ ցավ պատճառում, ոչ թե անմիջապես ինքն է գալիս ցավ պատճառելու։ Եվ այստեղ այսքան երիտասարդությունը, հիմա կասեք սրանք բոլորը նարկոման են եւ այլն, բոլորը ջհուդ են, չէ։ Այս Նիկոլի եւ Տաշիրի այս հավաքներին բոլոր դարպասների մոտ եղել են 111-ի ուղարկած մարդիկ։ Բոլորին էլ հատիկ հաշվել են տարիքավոր, ոչ տարիքավոր, աշխատող է թե աշխատող չէ, ինչ է կատարում, ինչ է խոսում, ինչ են խոսում այստեղ, ծախված եք ժողովուրդ, դուք ասք չեք, դուք իրոք ժողովուրդ եք, իսկ որ ձեզ ասում են ժողովուրդ, դա ճիշտ է, դուք ծախված եք։ Եվ 111-ի երկու անձնավորություն ասացին, մեր փրկությունը կլիներ, որ երկու հավաքների ժամանակ էլ այստեղ մի հատ բոմբ գցենք, սրանք վերանային, այդ դուք վերանայիք, այդ դա կլիներ ամենաճշմարտությունը։ Այսքան խոսալուց հետո շատերն էլ ասում են ձեզ քչերն են լսում, Սարիբեկյանին շատերն են լսում, կան այլ հայեր, որոնց շատերն են լսում, կան այլ հայեր, որոնք պարզում են, որ ամբողջ աշխարհում հայերը տարածված են եղել։ Ինչ է բոլորի կրծքին էս նշանը։ Ինչ է սա։ Որպեսզի շատ ձեր գլուխը այսօր չցավացնեմ, անցնենք առաջ եւ վերջացնենք սրանով։ Ով է սա իրականում։ Սրա կինը։ Ոչ սրանց ամուսնությունն է պատահական, ոչ սրանց բերելն էր պատահական, այսպես։
իբր որ բանոցում մեծացած, բայց ծագումով 100%-անոց ազերի էս տականքը, սա ազերի տականք է, և նույնպես սա ազերի տականք, 10 տարի, որից հետո սա է եկել, իսկ սա ամենամեծ տականքն է, հայ ազգը գտնվել է տոտալ ազերիների հսկողության տակ, և դրա համար է ասել էստեղ, եթե տղամարդ կա, թող կա թեմս դուրս կա, մլիցեքի հետևը թաքնված, երեկ էլ սա նորից իր սրտիկները դրել էր և ձեզ սիրում էր, և բոլորդ ուրախ էիք, ազգ, հասկացիր, սա քո վերջին սարդարաբատն է, վերջին կռիվն է, նորից եմ կրկնում, 111-ը այլ ուժեր, որոնք կան, այլ ամեն մեկը իր պրոֆիլով է աշխատում, 111-ը գիտական և փաստերի վրա է աշխատում, որպեսզի կարողանա այդ ամենը հարթել, կան, որոնք նաև ուժային են, որոնք այլ ձևի բիոլոգիական են, աշխատում են տարբեր հայկական ուժեր, բայց բոլորին համախմբում է 111, էստեղ ընտրության պետք է գնաք, ինչ կատարեք, վերջացնում եմ այսօր ու վաղը երեկոյան կտեսնենք արդյունքները, եթե իրոք հայեք ում ընտրել, ասվել է սկզբում, կաուստիկ սոդա մի փոքր ծրարի մեջ և մի քանի կաթիլ ջուր, ամբողջ այդ արկղը ոչնչանում է, դառնում է մակուլատուրա, մոլոտովի կոկտեյլ, այդ բոլոր ընտրատեղամասերում, գոնե մեծամասամբ գցել վառվող շշերը, որպեսզի այդ արկղերը վառվեն, բայց մարդկանց վնաս չտա, լույսերն անջատել, գողանալ արկղը երեկոյան և ոչնչացնել արկղը, բայց համոզված լինելով, որ սրանք չեք կատարելու, ինչ եմ առաջարկում, քանի որ այն մնացածը, նույնիսկ այն որ մի քանի ամիս գովում էին գեներալին, այն Քենիայից եկած գեներալին, դուրս եկա, որ Նիկոլենք այնքան են սրսկել բերդում, ոչ թե արդեն ալբանացու համար է աշխատում, այլ այդ գեներալը հիմա էլ Նիկոլի համար է աշխատում, ես չեմ ասում, որ այս երիտասարդը կամ սրանց խումբը հալալ, զուլալ հայկական խումբ է, կամ այս տղան, որը իմիջիալոց շատ կոնկրետ գրագետ խոսած, շատ կոնկրետ գրագետ և մտածող անձնավորություն է, նույնն է այս անձնավորությունը, այս երեքի հարցազրույցի ժամանակ, կամ սրանց վրա թքած ունեն, սրանք չեն անցնելու, կամ այս անձնավորությունները, որոնց թույլ են տվել նաև ընտրություններին մասնակցելու, ինչպես այստեղ ԱԺԲ-ի մասին ասեցի, սրանց մասին ես ընդհանրապես չուսումնասիրեցի այս երկու անձնավորությանը, բայց ինչ եմ ասում, ձեր ձայները հավասարապես տվեք միայն սրանց, որպեսզի հասկանան և բրուտը հասկանա, և ռուսները հասկանան, և թուրքերը հասկանան, և աշխարհը հասկանա, որ Հայաստանում մարդ կա, ոչ մի դեպքում բացի այս 3 անձնավորությունների մնացածին չտաք, հիմա կասեք սրան տանք 60%, սրան 20, սրան 30, չէ, բոլորին էլ տվեք հավասարապես 33%, միայն սրանց տվեք ձեր ձայնը, ինչի համար եմ ասում, թեպետ եթե սրանք նրանց մարդն են, ապա հետագայում սրանց հետ զրույց տեղի կունենա և սրանք կփոխեն իրենց բևեռը, կդառնան հայեցի, իսկ այն մնացածներին բոլորին ջնջեք, այսինքն կարող եք, քանի որ այստեղ նաև այդ ժիրիկը և այն գարեգինն են,
կարող եք սրանց տալ 20%, մի 30% սրան տվեք, մնացածը տվեք, մեծ մասը տվեք այս երիտասարդին, սրանով դուք կապացուցեք, որ Հայաստանում մարդ կա, իսկ եթե սրանք պետք է 5 թե քանի տոկոս այդ շեմը միայն անցնեն և մեկ հոգի անցնի, ես թքած ունենամ ձեր վրա, պետք է տալ միայն այս 3 անձնավորություններին և հերթականությամբ ամենից շատը տալ առաջի տեղ տալ սրան, երկրորդ տեղ տալ սրան և երրորդ տեղ տալ սրան, այդ հերթականությամբ տալ միայն այս 3 անձնավորություններին, նորից եմ կրկնում, որպեսզի հիմարները չխոսեն, ինչ եմ սրանց ասում, քանի որ մնացածը բացահայտ ներդրված իրենց մարդիկն են, միգուցե սրանք նույնպես ներդրված իրենց մարդիկն են, բայց քանի որ և Նիկոլը, և Քորշունը, և այդ բոլոր ապարատը սրանց վրա ուշադրություն չեն դարձրել, սրանք միայն կարծես նրանք ծաղիկներն էին, սրանք կողքի այդ թփերն են աճած, դուք հենց այս թփերին տվեք ձեր ձայնը, որպեսզի տեսնեն, որ Հայաստանում մարդ կա, Հայաստանում մտածող կա, իսկ եթե դուք գնալու եք այս ճանապարհով, ձեր ընտրությունը տաք այս երկուսի միջև, ապա ձեզ սպասում է կամ ալբանացում, կամ ձեզ սպասում է հայաթափում ընդհանրապես, Ռուսաստանի անցնելու դեպքում, հայ տղամարդիկ կանհայտանան անմիջապես, առաջի տարբերակի դեպքում 10,000 քառակուսի կիլոմետր բրուտների ծրագրով, այդ դեպքում, այսպես թե այնպես Հայաստանը կդառնա ինչպես Կուբան, մինչև հեղափոխությունը, թուրքերը և ազերիները կգան այստեղ միայն ձեր կանած աղջիկներին դոփելու և սա կլինի միայն կազինոներով և այլն, իսկ այս Քորշան նստելուց հետո Հայաստանը իրականում ինչ է եղել, ինչի արդյունաբերությունները բոլորը վերացրեցին և միայն իրենք էին ծաղկում, ազգը հեռանում էր, այդ ծրագիրը բրուտյան սրանք շատ լավ կատարել են այս 4 շները, բացի դա Հայաստանը և այս ճանապարհով, և Հայաստանը նաև այս ճանապարհով, Հայաստանը նաև այսպես թե այսպես այս ճանապարհով եղել է տարանցիկ գոտի նարկոտիկի և 6 տրիլիոնից ավել, միլիարդ չեմ ասում, 6 տրիլիոնից ավել այդ տարիներին միայն Հայաստանով նարկոտիկ է անցել և իրենք փայատեր են եղել, բացի դա նաև իրենց նարկոտիկն են բերել անցկացնել, դրա համար ազգը դեգրադացրել են այսպես, և այսօր վերջին անգամ խոսում եմ, վաղը արդեն կդիտարկենք բոլորիդ, ընտրեք այս 3-ին, այլ քայլ չեք կատարի, ամենաճիշտ քայլը այս երկուսն է, եթե կատարեք, եթե չեք կատարելու, ուրեմն ընտրեք այս 3-ին, մեկ մտածի, որ այսպես հագնված, խելոք, մելոք, չէ, Նիկոլն էլ էր խելոք երևում, երբ որ հետևը արդեն այդ մլիցեքը, հետևը արդեն մարդ կա կանգնած, նրանք կդառնան ուրիշ մարդ, ընտրեք այս 3-ին, միայն սրանց, ոչ թե նրա համար, որ սրանք պրոյեկտ չեն և այլն, այլ սրանց միգուցե նաև բաց են թողել, քանի որ սրանք եղանակ ստեղծողել չեն իրենց կարծիքով, դրա համար աճեցնում էին և իրենց նախկին բոլոր ապարատուրան, այդ տականքներին, այնտեղ մարդու իրավունքներ, են քաչալ շունը, նաև այդ Զուրաբյան, Մուրաբյան, այդ բոլոր տականքները, բայց սրանց անտեսում և սրանց մարդու տեղել այդ հարցազրույցի ժամանակ այդ բոլոր կուսակցությունները, սրանց մարդու տեղել չէին դնում, իրար մեջ էին այդ ամենը կատարում Նիկոլին և Տաշիրին բարձրացնելու համար, դրա համար ընտրեք սրանց, որ տեսնեն Հայաստանում մարդ կա,
Իսկ եթե սրանք անցան, իրենք չանցան, մտածեք, որ վաղը արդեն 111-ը Հայաստանում է եւ կկատարի նա, որը ոչ թե կփրկի Հայաստանը, այլև հավասարի հետ բրուտի հետ սեղան կնստեն եւ կբանակցեն, թե ինչ կատարվի։ Ընտրեք այս երեք, այսքանը։